Ցանկացած արտաքին ագրեսիա Իրանի նկատմամբ կհանգեցնի երկրի զինված ուժերի կոշտ պատասխանի, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ ԱՄՆ նախագահ Թրամփն ավելի վաղ Իրանին կոչ էր արել բանակցություններ սկսել եւ համաձայնագիր կնքել իր միջուկային ծրագրի շուրջ եւ Թեհրանին սպառնացել էր ռմբակոծությամբ ու երկրորդային մաքսատուրքերով։ Իրանը ծանոթագրեր է ուղարկել մի շարք երկրների այն մասին, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում ցանկացած աջակցություն, ներառյալ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից իրենց օդային տարածքի օգտագործումը կդիտվի որպես թշնամական գործողություն։ Իրանը նախազգուշացրել է հարևան երկրներին իրենց տարածքը հարթակ չդարձնել հարձակումների համար։ Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին Թրամփի նախազգուշացումները լարվածություն են առաջացրել տարածաշրջանում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, այն պայմանով, որ իր դեմ պատժամիջոցները չեղարկվեն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններն անիմաստ են, քանի որ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ ուժի կիրառմամբ։ Արաղչին վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը միջնորդավորված բանակցությունների։ Թեհրանը գտնում է, որ Օմանը կարող է դառնալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև անուղղակի բանակցությունների վայր։